Տիկին Խամոյան, նախ լսենք տեղի ունեցողի վերաբերյալ ձեր գնահատականը, ինչի մասին է ձեզ մեկնարկած այս process-ը եւ ինչու հիմա, այս պահը ինչու է ընտրվել։ Ես կարծում եմ, որ ձեր հարցերի պատասխանները առավել քան ակնհայտ են։ Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, տեղի ունեցողը քաղաքական հաշվեհարդար է եւ ապացուցելու անհրաժեշտություն կարծում եմ չկա։ Դուք բոլորդ ուղիղ եթերում տեսել եք, որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի բարձր ամբիոնից քաղաքական հրահանգ է իջեցրել իրավապահ ուժային կառույցի ներկայացուցիչներին, որին հաջորդել են այն գործողությունները նախագահ Քոչարյանի առանձնատանը, Լևոն Քոչարյանի բնակարանում մի քանի ժամ տևած, շուրջ 7 ժամ տևած, եւ դրան հաջորդել է դատախազության եւ հակակոռուպցիոն կոմիտեի համապատասխան հաղորդագրությունները, բայց ես ձեր եւ մեր հանրության ուշադրությունը այլ հարցի վրա եմ ուզում կենտրոնացնել, թե ինչով է պայմանավորված եւ նախընտրական շրջանում սկսված այդ հետապնդումները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, քաղաքական հիմնական դերակատարների նկատմամբ եւ ինչով է պայմանավորված այն սաստկացումը այդ հետապնդումների, որին ականատես ենք լինում մենք հետընտրական շրջանում, որովհետեւ սովորաբար նախընտրական շրջանում են ավելի այսպես իշխանությունները չարաշահում իրենց դիրքն ու լիազորությունները եւ քաղաքական հետապնդումներ իրականացնում ընդդիմախոսների նկատմամբ շատ պարզ մի պատճառով առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու եւ դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ մատուցելու համար այն զիջումները, որոնք ինքը պատրաստվում է իրականացնել եւ պետք է ասեմ, որ որոնց մասին ինքը բաց տեքստով խոսում է։ Դուք մեկ ամիս առաջ կարող եք գտնել մի հայտարարություն կամ նախընտրական շրջանում կարող եք գտնել հայտարարություն, երբ որ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Տիգրան քյարքի է իրականում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ Տիգրան անկլավ է։ Նույնը սահմանադրության հեսա ավարտեմ, նույնը սահմանադրության փոփոխությանն է վերաբերում եւ այսօր նաեւ ազգային ժողովում եմ ասել, ակնհայտ է նաեւ որ այս process-ների միջոցով փորձում են այսպես դատաիրավական բարեփոխումների սոուսով մատուցել սահմանադրության հնարավոր փոփոխությունը, բայց իրականում դա ակնհայտորեն Իլհամ Ալիևի պահանջն է եւ ինքը պատրաստվում է հերթական պահանջը բավարարել։ Խամոյան, դուք թե ազգային ժողովում, թե դրանից դուրս բավականին սուր քննադատում եք, ընդդիմությունը առհասարակ սուր քննադատում է, բայց ըստ ձեզ ի վիճակի է ընդդիմությունն այսօր դիմակայել այս ձեր մատնանշած դրվագներին, չհանձնվել, թույլ չտալ սահմանադրության փոփոխություն, թույլ չտալ, որ Տիգրան քյարքի դառնա, արձանագրումից անդին ինչ է անելու ընդդիմությունը խորհրդարանում։ Նախ ես ուզում եմ ասել, որ ընդդիմության պայքարի արդյունքն է, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ամսում կամ մեկ տարում չի իրականացրել այն բոլոր զիջումները, որոնք ինքը որ պատկերացրել է եւ Իլհամ Ալիևի պահանջով ցանկությամբ պետք է որ կատարեր, չզիջելու մասով ես կարծում եմ նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուք տեսել եք եւ մեր հանրությունը տեսել է եւ այստեղ ապացուցելու կարիք էլ չկա 2018 թվականից սկսած ապացուցել է, որ պայքարելու է, որ չի նահանջելու եւ իր դիրքերը չի լքելու։ Սա կարծում եմ որևէ մեկի մոտ կասկածի տեղիք տալ չի կարող, որովհետեւ 18 թվականին չնայած բազմաթիվ մեսիջներին, բազմաթիվ ակնարկներին, որ կարող է չվերադառնալ, իրեն չեն կալանավորելու, ինքը միևնույն է վտանգ է զգացել հայրենիքի հանդեպ պարտք իրեն թույլ չի տվել չվերադառնալ։ Ինքը վերադարձել է, պայքարել է եւ այս տարիների ընթացքում մի քանի անգամ կալանավորվել է, բայց միևնույն է չի նահանջել։ Ես մեր մասով կարող եմ ասել, այս գործողությունները գիտեք նաեւ ուղղված են ընդդիմադիր падգամավորների դեմ, առաջիկա սահմանադրական փոփոխությունների, սահմանադրության փոփոխությունների համատեքստում, որովհետև դուք գիտեք, որ իշխանության ձայները բավարար չեն հարցը, այո, հանրաքվեի դնելու համար որոշում ազգային ժողով անցկացնելու, այնուհետև
հանրաքվե անցկացնելու համար եւ ակնհայտ է նաեւ որ այս գործողությունները ուղղված են ընդդիմադիր падգամավորների, այսպես ժողովրդական լեզվով ասած, աչքը վախեցնելու համար։ Ես մեր մասով վստահաբար կարող եմ պնդել, որ այս բոլոր ճնշումներով մեզ չեն կարող վախեցնել։ Հասկանալի, շնորհակալություն։